Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման արդյունքում լիցենզիա ստացած 22 մատակարարներից միայն 10-ն է փաստացի գործունեություն ծավալում։ Շուկայում խոշոր սպառողների մասնակցությունը մեծացնելու նպատակով Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն օրենսդրական նախագիծ են մշակել, որն այսօր քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Առաջարկում են նախորդ օրացուցային տարվա ընթացքում 12 միլիոն կիլովատ-ժամից ավելի էներգիա սպառած բաժանորդներին հնարավորություն տալ ուղիղ գնում կատարել շուկայից։ Մատակարարների մեջ առաջացել է անհավասար պայման եւ մատակարարներից մեկը, որը որ փոխկապակցվածություն ունի միակ երաշխավորված մատակարարի հետ, կարողացել է շուկան կուտակել։ Հետևաբար ավելի մրցակցային սարքելու համար ամենախոշորներին մենք ուղղակի պարտադրում ենք դուրս գալ մատակարարների դաշտից եւ ուղիղ միանալ շուկային։ Այդքան հեշտ չի կյանքի կոչվել այս նախագիծը հենց մոնոպոլ դիրքում հանդես եկող տնտեսվարողի դիմադրության շնորհիվ թույլ տվեք դա արտահայտվել, որովհետև այո, ինքը փորձում էր որևէ ազդեցություն ունենալ հենց երաշխիքի հետ կապված բարդություններ ստեղծելով, բայց պետք է հիասթափեցնեմ եւ ասեմ, որ հանդիպումը հենց տնտեսվարողների հետ շատ կառուցողական եւ շատ լավ է անցել, նույնիսկ երաշխիքի պահը անգամ իր դժվարություններով հանդերձ իրենք համաձայնվեցին։ Գերիշխող դիրք ներկայացնող բանն է այս պահին այս մասին ասում, որ մենք տարեկան 350 միլիոն ՀՀ դրամի շահութահարկ ենք տալիս, երբ որ այս ամեն ինչը անեք, շահութահարկի մասով խնդիր կստեղծենք, կներեք, եկեք սաղին մտցնենք ձեր խումբ, թող ավելի մեծ շահութահարկ տաք, այս արգումենտ չէ էլի, որ բերում են։ Հանձնաժողովում ներկայացվեցին նաև կառավարության հնգամյա ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցներ։ Ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներն ու պետեկամուտների կոմիտեի նախագահը խոսեցին տնտեսական աճի ցուցանիշներից, ներկայացրին հարկեր հնարաբերակցությունը, պետական պարտքի ծավալները։ Պատգամավորները դրանց սպասարկման տոկոսների բարձր լինելու մասին հարց բարձրացրին։ Վահե Հովհաննիսյանը հայտնեց, ամբողջ աշխարհում է պարտքի սպասարկումը թանկացել։ Մեր պարտքի սպասարկման ծավալը մեր բյուջեում կազմում է 12% 2025 թվականին։ Եվ դա իմ կարծիքով բարձր ցուցանիշ է։ Իսկ տոկոսադրույքները կախված են միջազգային շուկայում գործող տոկոսադրույքներից, ինչպես արդեն ասեցի, եւ Հայաստանի ռիսկի հավելավճարից։ Իսկ ռիսկի հավելավճարը կախված է օրինակ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Եթե այս աշխարհաքաղաքական հարցը չլիներ, Հայաստանի ռեյտինգը առնվազն 1 կետով ավել կլիներ։ Հնան 2024 թվականին մեկ բնակչի հաշվով կազմել է 3 միլիոն 338 հազար դրամ կամ $8500, որը 2017 թվականի համեմատ աճել է 2.2 անգամ։ Ոլորտում այլ փոփոխությունների հետ ներկայացրեց Գևորգ Պապոյանը։ Պետ նախագահը հավելեց, որ կան ոլորտներ, որոնց հարկը գոյանում է ավելի ուշ։ Հետևաբար արդյունքները տեսնում են հաջորդ տարում, ինչպիսին օրինակ բանկային համակարգն է։ Կառավարության զեկույցը հանձնաժողովն ընդունեց ի գիտություն։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։